Բոլոր այն մարդիկ, որոնք օրենքը շրջանցում են, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մեզ մեղադրում են, որ մենք վարկով տուն ենք վերցրել եւ հնարավոր է, որ օրինակ $50 ավելի քառակուսիմետր էժան է եղել, ենթադրենք, սպասեք, այս մի ամիսն էլ կանցնի, հեսա կսստվեն, հանգիստ կնստեն տեղները, որտեղ կտեսնեն, որ էլ ինչի համար պայքար, եթե 5 տարվա համար արդեն իրենք դուրս են մնալու պայքարից։ Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հրավեր ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, նախընտրական քարոզարշավի փուլում ենք կուսակցությունները մշտադիտարկման տակ են, այսպես ասած, թե հանրության կողմից, թե ստուգող, այսպես մարմինների պարբերաբար, օրինակ տեսնում ենք լրատվամիջոցներում, տեսանյութեր, որ օրինակ ուսուցիչներ են քարոզարշավներին մասնակցում կամ օրինակ նվերների հետ կապված մասնակցած քաղաքապետի հետ կապված միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, սրա հետ կապված ինչ կարող եք ասել, ինչու այսպես հանդարտ ուշադրության կենտրոնում։ Ես կուզեի, որ հատկապես լրատվամիջոցներն ուշադրություն դարձնեին հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին, փաստերին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ընդդիմադիրները մեծապես ուժեղ Հայաստան կուսակցությունը, այսօր նաև Հայաստան դաշինքի մասին տեսանք հաղորդում, թե ինչպես են համատարած ընտրակաշարք բաժանում, համատարած մարդկանց նաև վախի մթնոլորտում, ինչ որ գողականների, չեմ թաղային խուժանին նրա վրա բանեցնելով, դե նաև տեսնում ենք, որ ընտրակաշարքի գներն էլ սարքել են արդեն 150-180 հազար, նման դեպքերն է ավելի լավ, որ մենք դիտարկենք, ինչ վերաբերում է ուսուցիչների մասնակցությանը, ապա դե ուսուցիչներն ինչպես այլ մասնագետներ իրավունք ունեն ունենալու քաղաքական կողմնորոշում եւ սակայն ուսումնապրոցեսի ժամերին իրավունք չունեն, այո, եւ սրա հետ կապված վարչապետն էլ այսօր ունեցավ հնարավորություն, կարծեմ, ես որքանով որ վերնագրերի մակարդակում եմ կարողացել տեսնել, որ անգամ ասել է, որ ով որ այդ պահանջը խախտել է, թող դիմում գրի եւ բոլոր այն մարդիկ, որոնք օրենքը շրջանցում են, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ մենք որպես իշխանություն մեծապես առաջինը պետք է դրան հետևենք եւ իհարկե պետք չէ որ նման բան լինի, բայց ես չեմ ուզում որ մենք համեմատության մեջ դնենք, այս Տիկին Հակոբյան, գիտեք ինչ է, օրինակ ձեր ընդդիմախոսները ասում, ասում են ոնց է ստացվում, երբ որ իշխող ուժից է ինչ որ մեկը, նվեր տալիս է քարոզչության շրջանում, այսպես դանդաղում է process-ը, իրավապահներ չեն նկատում, մինչդեռ երբ որ այլ ուժի ներկայացուցիչ է նման թեմայի ուշադրության կենտրոնում հայտնվում, իրավապահները միանգամից քրեական վարույթ, ձերբակալություններ, այս սրամ այդպես չի, արձագանք եղել է նաև ձեր ասած այդ ֆոտոխցիկի պատմության դեպքում, բայց սա երկու տարբեր նաև բաների մասին է, որովհետև մի դեպքում ընտրող է, մի դեպքում անչափահաս է ընտրող չէ, այսինքն տենց պետք չի էլի հավասարության նշան դնել, բայց իրավապահ համակարգը բոլոր տվյալները ունի եւ անհրաժեշտության դեպքում եւ եթե դրա շեմա հատած կլինի օրինականության, բոլորն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության, ինչի մասին է խոսքը։ Տիկին Հակոբյան, մյուս ուղղված ձեր իշխանությանը, քննադատությունը սա է, ասում են Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիական պայմանագիրը սպառնալիք նորով են սկսել իրենց քարոզարշավ, անդադ ասում են մարդկանց սպառնում են պատերազմով, եւ բացի սա, Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում է, պետք է այս քաղաքական գործիչը նստի, սրա վզից բռնած պետք է բերենք, պետք է սա անենք, սա նորմալ համարում է, այսինքն մարդը կազինոյից դուրս է եկել Ծառուկյանի որդին կրակել է մարդկանց վրա, այդ մարդուն չպետք է պատասխանատվության ենթարկեն։ Դա իրավապահների գործ է, պետք է Նիկոլ Փաշինյանը ասի, ականջից ցկած բռնած կբերեն։ Գողացել է, ով որ պետությունից, քաղաքացուց, բյուջեից, նրանք պետք է պատասխանատվության իրավապահներ կան, Տիկին Հակոբյան։ Ենթարկվում են, բայց որպես քաղաքական պատասխանատուներ մեզնից են պահանջում, որ այդ արդարադատությունը ի վերջո լինի։ Ասում են դուք խոստացաք, որ թարանը վերադարձնելու եք, մենք էլ ասում ենք արդարացիորեն, ընդունում ենք, որ տեմպերը դանդաղեն, բայց մենք այս ողջ ընթացքում ամեն ինչ արել ենք, որպեսզի հնարավոր լինի այդ գողոնը վերադարձնել, ու դուք տեսնում եք, որ հաջողությամբ ընթացքը գնում է եւ միանշանակ է, որ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, բոլորը պետք է գողացածը միջև վերջին կոպեկը բերեն տան եւ մենք տեսանք նաեւ առաջին վերադարձած այդ դղյակը, գույքը, այս Ծառուկյանի փեսայի, այսինքն process-ները ընթանում են, բայց պետք չի նաեւ ամբողջ մեղավորությունը գցել
իշխանության վրա տեմպերի հետ կապված, որովհետև օրինակ երբ որ մենք ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք էինք ընդունում, այդ ընդդիմությունները Քոչարյանի գողոնը պաշտպանելու, հանրապետականների գողոնը պաշտպանողներն էին, որ գնացին եւ դիմեցին Սահմանադրական դատարան եւ օրենքը երկար շրջանառվեց նաեւ Սահմանադրական դատարանում եւ մենք ամիսներ առաջ ենք ունեցել Սահմանադրական դատարանի եզրակացությունը, որ չկա որևէ խնդիր Սահմանադրականության հետ օրենքը, այսինքն օրինական է։ Բայց սրան ոչ պակասել նաեւ ձեր թիմակիցների իշխանության ներկայացուցիչները շատերն են հայտնում, որ այսպես ցածր գներով ինքնարժեքով առանձնատուն են ձեռք բերել Չկա նման դեպք։ Դրա հետ կապված մամուլի հրապարակումները։ Դրա հետ դուք մեր ֆրակցիայի ղեկավարի օրինակն եք ասում։ Դա եւս բացելի պարբերաբար ձեր թիմակիցներն ապացուցված է, որ այն գնով, որով իմ թիմակիցը ձեռք է բերել բնակարանը, դրանից անգամ էժան գնով բնակարան ձեռք բերողներ են եղել եւ դա եղել է շուկայական գին, որովե առավելություն չի ունեցել իշխանության ներկայացուցիչը, նենց որ պղտոր ջրում պետք չի բանանել, էլի, այտենց մութ սենյակում կատու մանգալ, չգիտեմ։ Ամեն ինչ այնքան ակնհայտ ու պարզ է։ Հետո մեզ մեղադրում են, որ մենք վարկով տուն ենք վերցրել եւ հնարավոր է որ օրինակ $50 ավելի քառակուսի մետրը էժան է եղել, ենթադրենք, հա, մեղադրանքը դրանում է, բայց ասենք դուք նույն կերպ այդ մեղադրողները չեն պատտվում ու իրենց թիկունքում, իրենց ֆինանսավորողների գողացած դղյակներն ու միլիարդները տեսնեն, չեն պատտվում։ Ու սա արդար չի, ու հենց դրա համար էլ նման մարդիկ անհնար է որ վերընտրվեն։ Գիտեք ինչու։ Որովհետև քաղաքացին այդ ամեն ինչը տեսնում է։ Իմ հարևանը, իմ ապրելակերպը տեսնում է այսօր, իմ հարևանը իր բարեկամին է պատմում, իր բարեկամի իր շրջապատին, տարբեր շրջապատներ, չէ՞, ունենք մենք բոլորս մեր թիմակիցները, եւ տեսնում են հեքիաթները, որոնք հյուսվում են ընդդիմադիր մամուլի գեներացմամբ մեծապես ընդդիմադիր շրջանակից։ Եւ ասում են Պարզա չէ որ ինչ է խոսում։ Եվ տեսնում են նրանց մամուլի հետ կապված երկկողմանի, թե նայեն բարձրացվում, թե նա պետք չէ, հա, ես կոնկրետ մեր լրատվամիջոցի անունից։ Ես առհասարակ ընդդիմադիր դաշտից ֆինանսավորվող լրատվամիջոցների մասին եմ խոսում, որտեղ ես անաչառություն կներեք չեմ տեսնում եւ մեծապես կարծում եմ նաեւ 1-2 օր առաջ մոնետիզացիան YouTube-ի արդեն գործարկվեց եւ արդեն աշխատում է, հուսով եմ որ շատ բարեխիղճ լրագրողներ այլևս այդ ֆինանսավորմանը որևէ մեծահարուստի քաղաքականությամբ զբաղվող մարդու ֆինանսավորմանը չեն նայ, կտան անաչառ լրատվություն եւ նաեւ այդ YouTube-ի հնարավորություններից օգտվելով լրատվամիջոցներ, ովքեր հենց իշխող ուժից են ֆինանսավորվում, այնպես լրատվամիջոցներ պետք է մտնենք այսպես լրատվամիջոց, կուսակցական լրատվամիջոց, ինչը օրենքով թույլատրված է։ Մենք ունենք կուսակցության բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոց եւ եթե կարող եք քննադատել այդ լրատվամիջոցին, խնդրեմ, բայց դա կուսակցական լրատվամիջոց է, ինչպես օրինակ Դաշնակցությունն ունի Երկիր մեդիան եւ Երկիր օրաթերթը եւ նորմալ է իրավունք ունենալու կուսակցական լրատվամիջոցը ունեն եւ ես նրանց բնավ չի ուղղված իմ քննադատությունը, իրենք իրենց կուսակցությանն են լուսաբանում, մեր լրատվամիջոցներն մեզ է լուսաբանում։ Ես դաշտում արկա մյուս լրատվամիջոցներին եմ ասում, որոնց մեջ մեծապես 100% չեմ ասում։ Այդ պատկերն է ինչը որ ես ասացի։ Տիկին Հակոբյան, հենց քաղաքացիական պայմանագիրը այսպես էթիկայի կանոնագիրք, չէ՞, կազմեց հենց առաջիններ, որ ասին, այո։ Բայց շատ հաճախ օրինակ ընդդիմադիրները ձեր ասում են, որ իրենք այսպես բերել են էթիկայի կանոնագիրքը, բայց իրենք թե միջև քարոզարշավը, թե հիմա էլ շարունակում են իրենց հայտարարություններով խախտել նույն իրենց այդ բերած էթիկայի կանոնները տարբեր վիրավորանքներով, հայհոյանքներով։ Մենք ենք ինչ որ հայոյանքներ վիրավորանքներ, ես չեմ տեսել, մենք աշխատում ենք լինել շատ ավելի հավասարակշիռ ու զուսպ, քան էինք, ել չեմ համեմատում ընդդիմադիրների հետ, որովհետև դա անհամեմատելի է մեր պահվածքը ու նրանց պահվածքը։ Այս ընթացքում անընդհատ այդ վիրավորանքները, ամեն ինչը լսելով, մենք երևի կոփվեցինք այս տարիների ընթացքում, 5-6 տարիների ընթացքում։ Հիմա ավելի սառնասրտորեն ենք մոտենում, ել չեմ ասում, որ տեսնում ենք հասարակության արձագանքը, եւ մի բան էլ մենք հասարակությանն ենք ասում ոչինչ, մի մտեք կոնֆլիկտի մեջ եւ սպասեք, այս մի ամիսն էլ կանցնի, հեսա կսսկվեն, հանգիստ կնստեն տեղները, որովհետև կտեսնեն, որ էլ ինչի համար պայքար, եթե 5 տարվա համար արդեն իրենք դուրս են մնալու պայքարից։ Այդքան է։ Ընդամենը մի 1-2 օրենքի պահանջով ուժեր կմտնեն խորհրդարան ընդդիմադիր եւ արագ նրանց էմոցիաներն էլ կպարպետեն։ Ում եք համարում ձեզ հիմնական մրցակից այս պայքարի։ Որ ժողովուրդը կտեսնի մեզ մրցակից։ Մենք մրցակից չենք, մեզ մրցակից չկա։
Իշխանությանը մրցակից չկա։ Կա անդիմությունը, իրար մրցակից են, թողով կանցնի անցողիկ շեմը։ Նրանք անցողիկ շեմի խնդիր են լուծում, ներողություն։ Նրանք բան չի, էլի իշխանության բան չի։ Անցողիկ շեմի խնդիր են լուծում։ Եթե այնպես ստացվի, այսպես, հա, որ պատկերը հակառակը լինի ու կարողանան ընդդիմությունը միասին, այսպես ուժերը հիմնական ավելի շատ ձայներ հավաքել եւ կոալիցիոն կառավարություն ձևավորվի, այ այսպես կհանձնեք իշխանությունը, թե կսկսեք պայքարել կամ չգիտեմ կռիվ իշխանությունը հանձնելու խնդիր չկա։ Դե եթե այնպես ստացվի, որ այլ ուժ, ինչ որ մեկը կասկածում է, որ մենք կարող ենք մի քվե կեղծել, եղել են այս ընթացքում ընտրություններ մեծ համայնքներում խոշորացված, որ 2-300 ձայնի տարբերությամբ մենք իշխանություն չենք ունեցել այդ տիմերում, խոշորացված համայնքներում, բայց մենք չենք գնացել այդ ուղղությամբ, որովհետև որ օրը մենք անենք այնպես ինչպես նախկին իշխանություններ անում, այդ օրը մեր բանը, այն որ մահկանացուն կկնքեն։ Տիկին Հակոբյան, ձեզ մի բան, դուք անդադ թե դուք ձեր թիմակիցներից որ ինչ-որ մի հարց են ուղղում, բերում են նախկինների օրինակը։ Բայց չէ, այսօր նախկիններն են մեր բայց չէ որ դուք եկաք ու ասացիք, որ մենք փոխում ենք նախկիններին այլևս վերադարձ չի լինելու, բայց ամեն անգամ օրինակն եք բերում նախկինների։ Օրինակը բերում, որտեղ մեր առաջ այսօր որպես այլընտրանք կանգնած են նախկինները։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանի սրտի ուրեմն աշխատակազմի ղեկավար, նրա ֆրակցիայի ղեկավար հանրապետական Կարեն Կարապետյանի եղբոր իր որդին հենց Թաթոյան էլի հանրապետական փոխնախարար, նաև ՄԻՊ, Գագիկ Ծառուկյան կոալիցիոն իշխանության անդամ ԲՀԿ-ն, այսինքն այս մարդիկ են կանգնած, ումից խոսենք, լավ, ումից ասենք, ումից խոսենք։ Խոսքը արժե համակարգերի, իմ սրտի հարցը այստեղ չկա։ Հարցը այն է, որ ամեն անգամ օրինակ բարքերն են, չէ՞ բերում։ Տեսեք, եկել են ու նախկին բարքերն են բերում, հասկանալով, որ նրանք չեն անցնելու անցողիկ շեմը եւ վստահ լինելով, որ այդ խնդիրն է, սկսում են փող բաժանել։ Ոչ մեկ հիմար չի, չէ՞, հանի իր գրպանից 100-180 հազար դրամ ամեն ձայնի համար փող բաժանի։ Այդ ռիսկն էլ հաշվի առնելով, որ կգնա ու կփդի բանտում։ Այսինքն նրանք վստահ են, որ իրենք չեն անցնելու։ Ու այս մարդիկ այդ նախկին բարքերն են օգտագործում։ Խի դուք քանի տարեկան եք, դուք չեք ընտրել նախկին իշխանության օրոք, չեք տեսել, որ իշխանությունը ընտրակաշարք էր բաժանում։ Հիմա անցել են ընդդիմադիր դաշտ, հիմա իրենք են ընտրակաշարք բաժանում, որովհետև գիտեն չեն անցնելու։ Այն ժամանակ էլ գիտեին, որ իրենք չունեն որևէ ռեյտինգ հասարակության մեջ։ Մարդիկ երազում էին, որ իրենք փոխվեն։ Դրա համար եղավ հեղափոխություն։ Հիմա ես ինչպես չխոսեմ նախկինից, եթե նախկինն է իմ առաջ կանգնած եւ արժե համակարգ, ես ասում եմ դուք եկել եք, ասում եք մենք փոխում ենք։ Այդ թաղի խուժանն ու գողականները ներգրաված էին մեծապես բանը նախկինում իշխանությանը աջակցելու թաղային այդ խուժանը սրան նրան ստիպելու, հիմա դու ձայնագրություններով տեսնում եք, ասենք ինչ լեքսիկոն է, մարդկանց վզին դնում են, որ սենց պետք է անեք, գողականները ես իմ ինչ են արել, դու պետք է սրան ընտրես, այս ամենը դուք չեք տեսնում եւ ասում եք, որ ես չխոսեմ, խոսեմ ծաղիկներից, խնդրեմ, հարցիկին Հակոբյան, դուք չեք խոսեմ մեր ծրագրից։ Իրար սխալ ենք հասկանում ենք։ Ես կատի ունեմ, դուք որ 18-ին գալիս եք, ասում եք այլևս նախկինները չի լինելու։ Հիմա երբ որ ցանկացած հարց են ուղում, դուք բերում եք նախկինների օրինակ, ասում եք, տեսեք, հիմա այնպես էր, բայց մենք հիմա լավն ենք ու նախկինի պես չենք անում։ Նախկինը անում է հենց այսօր մեր ձեր գլխին այն, ինչ արել է տասնամյակներով մեր հասարակության գլխին։ Հենց հիմա է անում։ Ես չեմ եկել եւ ունենք առողջ ուժեր, որոնք հնարավորություն ունեն անցնեն խորհրդարան, եւ նրանց թողել եմ, հետ եմ գնացի, ինչ որ մի X մարդուց եմ խոսում, որ այժմ չկա դաշտում։ Նման բան չենք անում, չէ՞։ Այդ մարդիկ այսօր մեր առաջ կանգնած են ու անում են նույնը։ Անում են ու իրավապահ համակարգը բացահայտում է ձայնագրություններով դնում է մեր բոլորի առաջ։ Դուք տեսնում եք ինչա կատարվում։ Ձեր շրջապատում մարդիկ կան, որ դրան առնչվել են հաստատ։ Ու ուզում եք ես դրանից չխոսեմ։ Մյուս կողմն էլ ում որ մեղադրում են, հա, իրենք էլ ասում են ձայնագրությունը կեղծված են, ինքը ձեզ այդպես ոչ, նրանք չեն ասում։ Ասում են, որ դա մոնտաժված է։ Շատ հասկանալի է, որ 20 ժամ մարդուն ձայնագրելուց օրինակ պարզա որ ինչ որ 2 րոպե պետք է առանձնացնել եւ պետք է մոնտաժել, կտրտել։ Նրանք չեն ասում սուտ է, ասում են մոնտաժած է։ Այո, մոնտաժած է, նորմալ է որ մոնտաժած է։ Հիմա որ 20 ժամ խշշոց դնեն, հետո բարև հաց բերեմ թե չէ, հետո չգիտեմ ինչ, դա նորմալ կլինի որ հրապարակին, չէ, պետք է մոնտաժեն այն հատվածները հրապարակեն, որը որ առնչություն ունի գործի հետ, որտեղ փող են խոստանում, որտեղ ասում են բեր, որտեղ ասում են վերցրու, ասեց վերցրեցի, ասեց այսքան մարդ ունեմ, չեմ Ռուսաստանից են մարդ բերում, ինչ են անում։ Բայց եւ նաեւ ասում են, որ դա 10 ամիս առաջվա ծնունդի նվեր է։ Նրանք չեն ասում չկա նման բան։
Դրա համար ճիշտ չի ձեր դիտարկում այս դեպքում։ Ոչ մեկ չի հերքել եւ չի ներողություն խնդրել։ Չի ասել, որ այդ մի դեպքը ներողություն են խնդրում, դա ինքնագործունեություն է։ Ինչ որ մեր անի համայնքի, մեր շտաբի պետը օրինակ օրինակ ուժեղ Հայաստանը չի ասա, չէ՞, անի համայնքի մեր շտաբի պետը ուղղակի որոշել էր փող բաժանել ամեն ձայնի համար, որ մեզ լավություն աներ իր գրպանից։ Չեն ասա, չէ՞ նման բան։ Ու քննադատեին ու հեռացնեին նրան ու ասեին ներողություն հասարակություն, չի եղել նման բան։ Ընդհանրապես ասում են մոնտաժած է, այո, մոնտաժած է։ Կտրած մի հատված էլ կտրած ձայնագրությունը արդեն իսկ մոնտաժած է։ Եվ բայց բովանդակությունն էությունը նրանք չեն անում։ Դե հենց ասում են, որ այդ հիմնական մասն էլ է, այսպես կտրված բառերով միացրած։ Մի րոպե, ասում են, հələ թող մի հատ այդ իրավապահը իշխանական մարդկանց ձայնագրի, տեսնեք, այտենց բաներ չի լինի, իրանք չեն հերքում իրանցը։ Իսկ ես վստահեցնում եմ, հանգիստ կարող են մեր թիմակիցներին ձայնագրել։ Ես վստահ եմ, ես իշխանական կուսակցության վարչության անդամ եմ, կարևոր որոշումները կայացվում է այդ մարմնում, եւ ես ձեզ երաշխավորում եմ, ես ձեզ վստահեցնում եմ, որ մի անգամ ռեսուրսի օգտագործում, ռեսուրսի օգտագործման դեպքում կարող են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ անգամ իրենց պաշտոնից զրկվել, որովհետև հենց սկզբից հրահանգում ա եղել, որ նման դեպքեր չլինեն, հանկարծ որևէ ռեսուրս չօգտագործվի։ Էն էլ ասում եմ, բանը պետական ռեսուրսը, չեմ ասում փող բաժանել, դա ընդհանրապես մեր մասին չի։ Եվ մյուս կողմից մենք չունենք այդ փողը, որ մի հատ էլ բաժանենք։ Տիկին Հակոբյան, ուզում էի նաև խոսենք Ռուսաստանի նախագահի հայտարարության հետ կապված։ Այս քարոզարշավից անցում կատարենք արտաքին քաղաքական, ինչ էր ասում էր, որ հանրաքվե միջոցով Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի ԵՄ թե ԵԱՏՄ, մենք հաշվի կառնենք արդյունքները, բայց նաև կլինեն այդպես համապատասխան հետևանքներ, այ ինչ ձեր իշխանության այսպես նորից ընտրվելու դեպքում ոնց եք սա պատկերացնում, հանրաքվե է լինելու, ինչպես է որոշվելու այս հարցը, հետևանքները հաշվի առնվել են, քանի որ տնտեսագետներու դուք էլ հա գիտեք, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես օրինակներ ապրանքների ներմուծում արտահանումը կապված է ԵԱՏՄ շուկայի հետ։ Հիմա այս ռիսկերը հաշվի առնել եք։ Մեր երկրում մենք հանրաքվե կանենք թե չէ, ինչ որոշում կընդունենք, արտահերթ ընտրություններ կանցկացնենք թե հերթական, ում հնարավորություն կտանք մասնակցելու ընտրություններին, այլ երկրի անձնագրով մարդուն, թե միայն Հայաստանի Հանրապետության, այդ ամեն ինչը որոշում ենք մենք։ Ժամկետները եւս մենք ենք որոշում։ Եվ երբ որ մենք կունենանք որոշում եւ մեր հնարավորություններն ու ցանկությունները կհամընկնեն, կհամապատասխանեն, կորոշենք փոխել վերպետական կառույցի անդամակցությունը, ապա դա ինքնին ենթադրում է հանրաքվե, որովհետեւ սահմանադրությամբ է դա ամրագրված, եւ այդ դեպքում կլինի հանրաքվե։ Հիմա հանրաքվե լինելու է, այսինքն այդ հարցով։ Տեսեք, այսպես թե այնպես, եթե դու վերպետական կառույցին ես ուզում անդամակցես, դու պետք է անես հանրաքվե, հասարակությունը պետք է համաձայնություն տա, դա մեծ կառույց է, հա։ Եվ դրա ժամանակը չի եկել։ Մենք հիմա մեր կարողություններն ենք զարգացնում, մեր հնարավորություններն ենք զարգացնում։ Դուք տեսնում եք, որ արդեն երկխոսությունը տևական ժամանակ է սկսած է վիզաների ազատականացման եւ նաեւ մենք այդ ընթացքում գործողությունների ծրագիրը բարեհաջող կատարել ենք եւ ունենք նաեւ գնահատական մեր եվրոպացի գործընկերների կողմից համապատասխան մարմինների, այսինքն մենք process-ներ ենք իրականացնում։ Իդեպ առողջության համընդհանուր ապահովագրությունը եւս այդ կարևոր գործընթացի մաս է, առանց դրա չի լինի։ Օրենքներ ունենք ընդունելու, ենթակառուցվածքներ ունենք զարգացնելու, մենք պետք է պատրաստ լինել լավագույնը պետք է լինենք, որպեսզի դիմենք։ Եթե մենք այսօր լրացնենք ԵՄ անդամակցության հայտը եւ տանք, սա ընդհանրապես տեխնիկական բան է, այսինքն 1-2 օրում կարելի է կազմակերպել եւ լրացնել տարել այդ հայտը, բայց արդյոք դու համապատասխանես եւ քեզ կընդունեն, այսա արդեն այսօրվա դրությամբ Հայաստանը չի կարող։ Դե հիմա պետք է մոտավոր արդեն բարձ լինի, չէ՞, տալու դեպքում ինչ է հետևելու։ Մենք ունենք գործողությունների պլանը, մենք այդ պլանը կատարելով գնում ենք առաջ եւ երբ որ մենք կլինենք այն լավագույն ստանդարտներով արդեն երկիրը Այսինքն հիմա չենք համապատասխանում դեռ։ Իհարկե հիմա չենք համապատասխանում։ Մենք հիմա մեր կարողություններն ենք զարգացնում, մենք մեր երկիրը պատրաստում ենք լավագույն ստանդարտներով եւ հետո արդեն կլինի այդ որոշումը, քաղաքացին կուզի կընդունեն թե ոչ, արդեն դա հետոյի հարց է։ Եվ եթե անգամ մենք չգնանք Եվրամիության անդամակցության ճանապարհով, տեսեք ինչ եմ ասում, ասենք ենթադրենք չեղավ։ Լավ, որովհետև շատ արագ է, չէ՞, աշխարհը զարգանում եւ չգիտես, ասենք 1-2 տարի հետո ինչ իրավիճակ կլինի կամ այդ կառույցը առհասարակ ինչպիսի ազդեցություն կունենա, կլինի թե չէ, կընդլայնվի թե ոչ, սա էլ է որոշման հարցը, Եվրամիությունը ընդլայնվի թե ոչ։
բայց մենք այս ընթացքի արդյունքում մենք ունենալու ենք ավելի լավ պատրաստված երկիր մեր քաղաքացիների համար։ Սա ամենակարևոր բանն է։ Այսինքն մեր քաղաքացին դրանից շահում է։ Այսինքն մնալու ենք ԵԱՏՄ-ում այնքան միջև հասկանանք մենք հիմա ԵԱՏՄ անդամ ենք եւ դա օթից ինչ-որ մեկի բարեհաճությունը չէ։ Տիկին Հակոբյան, ասում եմ պետք է կարճ ժամանակում որոշեք։ Չի կարող նման պահանջ լինել, որտեղ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ չի կարող մի մյուս ԵԱՏՄ անդամ երկիր պահանջի, որ այն մեկը կողմնորոշվի ինչ անի։ Մենք կողմնորոշված ենք, պայմանագրերն առկա են եւ մենք անդամ երկիր ենք եւ մասնակցում ենք մաքսիմալ ներգրաված ենք եւ ամենաերևի շատը ԵԱՏՄ-ից օգտվող երկրներից ենք, արդյունավետորեն համագործակցում ենք։ Եվ երբ որ այդ էլ հո բան չի, այտենց բանդ չի, ընկար վերջ մնում ես այդտեղ։ Չկուն են համակարգը, երկրները կարող են որոշեն դուրս գան, կարող են որոշեն ավելանան եւ այլն եւ այլն։ Եվ այդ ամեն ինչն է կարգավորում։ Մինչեւ մի երկիր չի կարող որոշի, չէ, քանի որ, չգիտեմ, Մակրոնը կամ բանը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին եկել է Հայաստան, ուրեմն վերջ, դուք պետքա դուրս գաք ԵԱՏՄ-ից։ Այդպես չի, նման բան չկա թղթերով, չեն կարող պարտադրել։ Մյուս կողմից, ես նաև այս ընթացքում նաև ինչի՞ է ձեր մոտ այդ հարցերը շատ, որովհետև ընդդիմությունը տենց տիրաժավորում է, տարբեր ելույթներ, վախացնում է, ասում է, դուք Ռուսաստանի հետ խաղեկան դա չի ներվի, հեսա տեսեք ինչ կանի։ Սա եւս մեկ տերոր է հասարակությանը, բայց ոչ ոք գերի չէ Հայաստանը, որևէ երկրի գերին չէ։ Եվ Ռուսաստանի Դաշնությունն էլ Հայաստանի Հանրապետության թշնամին չէ եւ որևէ թշնամական գործողություն Հայաստանի Հանրապետության հանդեպ ես չեմ կարծում որ կարող է անել։ Տիկին Հակոբյան, ասում են բերել եք մեր սպահի դրությամբ անպետությունով մեզ թշնամի է համարվում, հա, պատերազմի մեջ ենք, այստեղ դրամատրել եք հակառուսական հարթակ, որպեսզի հայտարարություններ անեն Ռուսաստանի նախագահներ, ասում Զելենսկիի հետ կապված։ Այստեղ որ Ուկրաինան երբ անցա մեզ թշնամի համարվում։ Նկատի ունեմ Ռուսաստանին թշնամի երկիր, ասում են դարձրել եք հակառուսական հարթակ եք տրամադրել, որ այդպիսի հայտարարություններ։ Մենք հյուրընկալել ենք միջազգային ֆորում համաժողով եւ երկրները, որոնք իրավունք ունեն այդտեղ ելույթ ունենալ, պետք է ելույթ ունենան։ Մենք էլ գնում ենք, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ օրինակ Թուրքիայի Հանրապետության հետ, բայց մենք գնում ենք եւ Թուրքիան մեզ հարթակ է տրամադրում, Ստամբուլում մենք ելույթ ենք ունենում։ Անկարայում, տարբեր գործիչներ, այդ թվում ընդդիմադիր գործիչներ, որ գնում են օրինակ բանում Անկարայում ելույթ են ունենում հակաադրբեջանական, պետք է Թուրքիան եւ Ադրբեջանի իրար հետ հարաբերությունները բանը սա որպես թշնամական այսպես հայ է։ Դա չէ թշնամական, երբ որ հայը գնում է Թուրքիայում հակաադրբեջանական ելույթ է ունենում, պետք է Թուրքիան եւ Ադրբեջանը հարաբերությունները վատացան, միջազգային հարթակ է եւ այդ անգամ տեղի ունենում այսինչ երկրում։ Սա չի նշանակում, որ այդ երկիրը ինչ-որ բանում մեղավոր է։ Մենք հյուրընկալել ենք, մենք շատ երկրներում մենք հայերս գնում ենք եւ հակաադրբեջանական տարին մի քանի անգամ գնում ենք եւ ելույթ ենք ունենում։ Ասենք, չգիտեմ, Ստրասբուրգում դուք կարող եք մի քանի ամիսը մեկ տեսնել մեր պատվիրակությունը ինչ սուր ելույթներ է ունենում։ Այդ նշանակում որ պետք է հարաբերությունները սառեն երկրների միջև։ Ենթադրենք, չգիտեմ, այսուհետ Ադրբեջանը, հա, էլ չշփվի օրինակ Ֆրանսիայի հետ։ Մյուս դեպքում Թուրքիայի հետ, քանի որ այնտեղ ինչ որ հակա խոսք է հնչել։ Սա նորմալ չէ, սա նորմալ մտածելակերպ չէ։ Մեղադրում եք Ռուսաստանի նախագահին այս հայտարարությունների համար, պահանջների համար, այսինքն որտեղ ինքն մենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բոլոր կնճռոտ հարցերը քննարկելու հնարավորություններ ունենք եւ մենք մեծապես դրանից օգտվում ենք, այսինքն դուք նաեւ կարող եք եթերում տեսնել, որ մենք ամենասուր հարցերն էլ կարողանում ենք միասին քննարկել եւ հաջող համագործակցել։ Մենք նաև այդպես հարաբերությունների տրանսֆորմացիոն փուլում ենք գտնվում, ինչը լավ է, այսինքն այդ վասալի բանի կարգավիճակից Հայաստանը գործընկեր է դառնում եւ փորձում ենք այդ կերպ արդեն հարաբերվել եւ համագործակցել եւ սա է Հայաստանի Հանրապետության շահերից բխում։ Հիմա դուք այդ նույն ընդդիմադիր դաշտում մենակ է տահանջում Ռուսաստանի դեմ բան է խոսվել։ Չեն ասում Հայաստանի համար ինչ կարևոր էր այս համաժողովը, չեն ասում պայմանագրերից կնքված, ոչինչ չեն խոսում։ Այն որ Հայաստանը դարձել է Եվրոպայի սիրտը, ոչ մեկի պետք չի։ Բայց Ռուսաստանի դեմ խոսք է հնչել, վերջ բոլորին, այդ մարդիկ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են,
թե Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե նրանցից շատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են եւ արմատներով հենց այնտեղից են, բայց կներեք, սա Հայաստանի Հանրապետությունն է եւ մեր քաղաքացիներին հետաքրքիր է մեր երկրի ապագան, ոչ թե որևէ այլ երկրի։ Եվ վերջում Տիկին Հակոբյան, քանի որ այսպես քաղաքացիական պայմանագրի հիմնական, այսպես ասած, քարոզարշավի թե արտաքին քաղաքական, այսպես ասած, անկյունակարը խաղաղությունն է, մի այսպիսի հարց, քանի ինչպիսի տեսլական է պատկերացնում Հայաստանը արդեն հետագայի համար խաղաղության հետ կապված եւ որքանով է դա համընկնում Ադրբեջանի տեսլականի հետ, քանի որ մենք այսօր տեսնում ենք, որ ամեն դեպքում Ադրբեջանից տարբեր հայտարարություններ հնչում են սեպարատիզմի հետ կապված, եկեղեցիների քանդման հետ կապված։ Այս խոսույթը որքանով է համապատասխան ու համարժեք հայկական կողմի պատկերացումները եւ Ադրբեջանի։ Ես խնդրում եմ մենք զատենք Ադրբեջանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետությանը եւ Ղարաբաղին, սրանք տարբեր բաների մասին են։ Ինչ վերաբերում է Ադրբեջան եւ Բայց Հայաստանի քաղաքացիների վերաբերել այդ հայտարարությունը արվում։ Ասում եմ մեր նկատմամբ թշնամի են։ Մի րոպե։ Ես գիտեմ ինչ հայտարարություններ է։ Ասում եմ եկեք զատենք Ղարաբաղում տեղի ունեցածը տարիներ առաջվա եւ մեր վերջին շրջանի հարաբերությունները Ադրբեջան-Հայաստան զատենք Ադրբեջան-Ղարաբաղ հարաբերություններից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն հարաբերություններին, մեր համար տեսլականը ձևակերպված է խաղաղության համաձայնագրի կետերով, որտեղ հստակ նշված են մենք ինչպիսի ապագա ենք տեսնում եւ ներկա ենք տեսնում։ Եվ նաեւ ներկայում մեր նաեւ գործողություններով ցույց ենք տվել, թե ինչպիսին ենք տեսնում խաղաղությունը։ Խաղաղությունը այնպիսին է, որ սահմանին կրակոցներ չկան, զոհեր չկան եւ դա տևական ժամանակ է, հասկանում եք, շուրջ 2 տարուց ավել է արդեն, որ սահմանին զոհ չկա։ Ես կամ լրաց ուրեմն կրակոցի ձայն չի հնչում մեր սահմանին։ Սա խաղաղություն չէ։ Ո՞րն է խաղաղությունը։ Մենք առևտուր ենք անում միմյանց հետ, սա խաղաղություն չէ։ Մենք բանակցությունների սեղանին ենք իրար հետ նստում, տարբեր հարթակներ ենք օգտագործում։ Սա խաղաղություն չէ։ Մենք ունենք հետագայի համար համագործակցություն։ Սա խաղաղություն չէ, մենք ունենք TRIP ծրագիր։ Մենք արդեն ունենք փոխայցեր, քաղաքասարակության, քաղաքական տարբեր ֆիգուրների սա խաղաղություն։ Դա էլ մեծ հասարակության մոտ այսպես շատ վրդովմունք առաջացրեց, որ Ադրբեջանական պատվիրակության գալուց հետո են տեղեկանում նրանց այցի մասին։ Դա անվտանգության դա կազմակերպված կարող են լինել օրինակ անվտանգ։ Ամեն ինչ, ինչի ձեզ թվում է, որ Հայաստանից պատվիրակություն պետքա գնա Ադրբեջան կամ անգամ Թուրքիա, այդպես նախապես իրենք հայտարարում են իրենց երկրում։ Սա անվտանգության նկատառումներով բաներ են, այդ պրոտոկոլային, որին մենք պետք չի որ խառնվենք։ Եվ ի վերջո այդ փաստը չի թաքցվում։ Այսինքն պատվիրակությունը գալիս է եւ լինում է հաղորդագրություն, լինում են լուսանկարներ, լինում են տեսանյութեր, լինում են հարցազրույցներ, բայց դա չի թաքցվում։ Այ թե քանի ժամ առաջ են ասում, սա անվտանգության մասին է եւ դա պետք է հաշվի առնել։ Մենք չէ որ մենք ընդհանրապես, չգիտեմ, 4-5 տարի առաջ իրար դեմ պատերազմել ենք եւ նորմալ է որ պետք է անվտանգությունը մեծապես բավի, ինչպես ադրբեջանցիների Հայաստան գալու դեպքում, այնպես էլ հայաստանցիների Ադրբեջան գնալու։ Էլի այցեր կան պլանավորված։ Ես կոնկրետ մոտ ապագայում այցերի մասին տեղեկացված չեմ տիրապետում, բայց վստահ եմ որ դրանք իհարկե լինելու են, որտեղ գործընթացները շարունակական են, թե սահմանազատման, թե բանակցությունների, թե խաղաղության համաձայնագրի կնքման, թե մնացած համագործակցությունները շարունակական են, գիտեք, առևտուր է տեղի ունենում, ապա շրջափակումն է շատ արդեն շոշափելի դառնում, այնպես որ իհարկե լինելու են։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան ձեզ զրույցի համար։ Հարգելի հաստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ հարցազրույցին հետևելու համար, կհանդիպենք։